Հեղինակավոր շքեղ հյուրանոցում Ալենան նոր էր սկսում իր աշխատանքը։ Նա նոր աշխատակից էր, համեստ և բնական հմայքով, որը անմիջապես նկատելի էր և անձնակազմի մոտ լուռ հետաքրքրություն էր առաջացնում։ Ոչ ոք իրականում չգիտեր, թե որտեղից է եկել նա, կամ ինչ պատմություն է թաքնված նրա հանգիստ հայացքի ետևում։ Այդ երեկոյան նրան վստահվեց հյուրանոցի ամենաթանկ սենյակը կարգի բերելու կարևոր գործը։ Այս համարը հազվադեպ էր դատարկ լինում, քանի որ այն հատկացված էր ազդեցիկ հյուրի, մի խորհրդավոր գործարարի, որի մասին լուրեր էին շրջանառվում, որ նա բազմաթիվ լուրերի առարկա է։ Նրան հազվադեպ էին տեսնում, բայց նրա անունը շշնջում էին, կարծես վախենում էին բարձրաձայն ասել։ Աշխատանքը տևեց մինչև ուշ գիշեր։ Ալենան փորձում էր բաց չթողնել ոչ մի մանրուք։ Հյուրանոցի համարը զարմանալիորեն շքեղ էր ու ընդարձակ։ Թավշյա կահույք, թանկարժեք գործվածքներից պատրաստված անկողնային պարագաներ, տաք, մեղմ լուսավորություն, օդը լցված էր խոտաբույսերի նուրբ բույրով, և բարձրախոսներից թույլ լսվում էր մեղմ մեղեդի։ Հոգնածությունը հանկարծակի և ծանր իջավ նրա աչքերին։ Նա որոշեց նստել ընդամենը մի քանի րոպե, շունչը վերականգնելու համար։ Նա ընկավ հսկայական մահճակալի եզրին, և նախքան կհասցներ գիտակցել, քունը լիովին տիրել էր նրան։ Կեսգիշերից կարճ ժամանակ անց սենյակի դուռը լուռ բացվեց։ Մտավ մի տղամարդ, բարձրահասակ, վստահ, մուգ կոստյումով։ Նա հոգնած հանեց բաճկոնը, բանալիները նետեց սեղանին և պատրաստվում էր շարունակել առաջ, երբ նկատեց մահճակալի վրա մի ուրվագիծ։ Լռեց։ Նրա աչքերում շփոթմունքի և զգուշության արտահայտություն փայլեց։ Լև Խարիտոնովը խոշոր ընկերությունների սեփականատերը և մի մարդ, որը սովոր էր շրջապատի ամեն ինչ վերահսկելուն, երբեք չէր սպասում իր ննջասենյակում քնած աղջկա տեսնել։ Դժվար երեկոյից հետո բանակցությունների և կեղծ ժպիտների հետ մեկտեղ նա միայն լռություն էր երազում։ Սկզբում նրա գլխում սադրանքի միտք ծագեց, սակայն մուտքի մոտ մաքրման սայլակը և կոկիկ դասավորված պաշարները նկատելով, նա հասկացավ, որ նա սովորական աշխատող է, այլ ոչ թե ինչ-որ մեկի կողմից ուղարկված։ Երբ նա մի քայլ մոտեցավ, Ալենան շարժվեց, նրա աչքերը դանդաղ բացվեցին, և մեկ վայրկյան անց սարսափելի ալիք տիրեց նրան։ Նա կտրուկ նստեց, գունատվեց և ոտքի կանգնեց։ «Կներեք», նրա ձայնը դողաց, «ես չէի ուզում։ Ես պարզապես լիովին ուժասպառ էի։ Ես կարծում էի, որ սենյակը երկար ժամանակ ազատ կլինի»։ Խուճապը կատվածահար արեց նրա շարժումները։ Նա շտապեց վերցնել իրերը, մտքում հրաժեշտ տալով այն աշխատանքին, առանց որի չէր կարող գոյատևել։ Բայց տղամարդը ձայնը չբարձրացրեց։ Նա անվտանգության աշխատակցին չզանգահարեց։ Նա պարզապես ուշադիր նայեց նրան, թաքցնելով իր զգացմունքները հանգիստ դիմակի ետևում։ «Դու բախտավոր ես», հանգիստ ասաց նա։ «Ես սկանդալներ չեմ սիրում, բայց նման բան չպետք է կրկնվի»։ Ալենան լուռ գլխով արեց և գրեթե դուրս վազեց սենյակից, դողացող ձեռքերով հազիվ բռնելով սայլակը։ Նա չգիտեր, որ Լևը բնավ էլ զայրացած չէր, այլ, ընդհակառակը, նա հետաքրքրված էր այս անսպասելի հանդիպումով։ Վերադառնալով անձնակազմի հանրակացարան, Ալենան չէր կարողանում քնել։ Այդ տեսարանը անընդհատ իր մտքում և գլխում ուղեկցում էր նրան։ Նա սպասում էր վատագույնին՝ բողոք, աշխատանքից ազատում, անպատվություն։ Սակայն գիշերը խաղաղ անցավ։ Հաջորդ առավոտ նա աշխատում էր դանակի սայրի վրա, վախենալով ղեկավարների յուրաքանչյուր զանգից և հայացքից, բայց ոչ մի զանգ չեղավ։ Փոխարենը ճաշին մոտենալուն պես նրան նոր առաջադրանք տրվեց։ Նա պետք է նորից մաքրեր նույն սենյակը։ Ալենան կանգնած էր անձնակազմի միջանցքում, ձեռքերում սեղմած առաջադրանքների ցուցակը։ Թուղթը թեթևակի դողում էր, չնայած շրջապատի ջերմությանը։ Սենյակի անունը, որը տպագրված էր կոկիկ տառատեսակով, կարծես փայլում էր նախագահական մի համար։ Հենց այդ մեկը։ Նրա սիրտը նորից սկսեց ավելի արագ բաբախել։ Կարծես գիշերը ընդհանրապես չէր անցել։ Կարծես նա դեռ կանգնած էր մուգ կոստյումով տղամարդու առջև,
սպասելով ճիչի կամ հեռանալու հրամանի։ Ալենա, պատրաստ ես, նրան ասաց աղախինը, Մարինան, անցնելով սրբիչների կույտով։ Այնտեղ ամեն ինչ ստանդարտ է, պարզապես ավելի կոկիկ, հասկանում ես։ Ալենան գլխով արեց, չհամարձակվելով ավելորդ բան հարցնել։ Նա վախենում էր նույնիսկ զրույցի ակնարկից։ Մի միտք պտտվում էր նրա գլխում. եթե նա այնտեղ է, եթե նա հիշում է, եթե սա փորձություն է։ Սայլակը դանդաղ գլորվեց գորգի վրայով, խլացնելով նրա քայլերի ձայնը։ Որքան նա մոտենում էր սենյակին, այնքան նրա որովայնը սեղմվում էր։ Ալենան կանգ առավ դռան մոտ, խորը շունչ քաշեց և թակեց, ինչպես պահանջվում էր։ Պատասխան չեղավ, նա օգտագործեց բանալի քարտը, մտավ և մի վայրկյան կանգ առավ շեմին։ Սենյակը տարբեր տեսք ուներ, քան նախորդ գիշերը, լույսն ավելի պայծառ էր, վարագույրները հետ էին քաշված, սեղանին դրված էր կիսած սուրճի բաժակ, կողքին պլանշետ։ Այսպիսով, նա արդեն այստեղ էր եղել։ Կամ դեռ այստեղ է։ Ալենան լոգարան գնաց, փորձելով չնայել ննջասենյակին։ Նրա շարժումները մեխանիկական էին, մինչև ավտոմատիզմի աստիճանի մարզված։ Նա զգուշորեն սրբում էր մակերեսները, ծալում սրբիչները, ստուգում շշերը։ Միայն այն ժամանակ, երբ աշխատանքն արդեն գրեթե ավարտված էր, նա թույլ տվեց իրեն արտաշնչել։ Դու չպետք է շտապես, ձայնը հնչում էր անսպասելի, հանգիստ, առանց կոպտության։ Ալենան ցնցվեց և կտրուկ շրջվեց։ Լև Խարիտոնովը կանգնած էր պատուհանի մոտ, մեջքը դեպի նրան։ Նա հագել էր թեթև վերնաշապիկ, ծալած թևքերով։ Թվում էր, թե նա նայում էր քաղաքին, բայց Ալենան զգաց, որ նա վաղուց նկատել էր իրեն։ Ես… Նա տատանվեց։ Կներեք, ես չգիտեի, որ դուք սենյակում եք։ Ես հիմա կգնամ։ Ոչ, շրջվեց տղամարդը։ Մի գնա, ես պարզապես պետք է վերցնեմ փաստաթղթերը։ Նա խոսում էր հավասարաչափ, առանց ճնշման, և դա ավելի անհանգստացնող էր, քան եթե խիստ կամ սառը լիներ։ Ալենան գլխով արեց, չնայած նրա մատները նորից սկսեցին դողալ։ Նրանց միջև լռություն տիրեց։ Նա լսեց, թե ինչպես է նա թղթերը շուռ տալիս և սեղանի դարակը լուռ փակում։ Ինչ-որ պահի Ալենան զգաց նրա հայացքը, ոչ թե ներխուժող, ոչ թե դատող, այլ ավելի մանրակրկիտ։ Կարծես նա փորձում էր ինչ-որ կարևոր բան հասկանալ։ Դու լավ չքնեցիր, հանկարծ ասաց տղամարդը։ Ալենան շփոթվեց։ Ներողություն եմ խնդրում, ասաց Ալենան։ Քո աչքերի տակ ստվերներ կան, հանգիստ ասաց տղամարդը։ Դա պատահում է, երբ մարդը չափազանց շատ է մտածում։ Ալենան չգիտեր ինչ ասեր։ Արդյոք պետք է ճշմարտությունն ասեր, արդյոք պետք է ստեր։ Վերջում նա միայն հանգիստ ասաց. ամեն ինչ լավ է, պարզապես սովորում եմ աշխատանքին։ Նա գլխով արեց, կարծես ընդունելով այս պատասխանը, չնայած պարզ էր, որ նա լիովին չէր հավատում դրան։ Որքան ժամանակ է, որ այստեղ եք աշխատում, հարցրեց տղամարդը, պլանշետը դնելով իր պորտֆելի մեջ։ 2 շաբաթ, պատասխանեց Ալենան, և անմիջապես այս դեպքը, ամաչելով ասաց նա։ Ոչ այնքան տարածված ժպիտով լևը ժպտաց։ Աղջիկը ուղղվեց դեպի ելքը, բայց կանգ առավ անցնելիս։ 3… Մոռացեք դա, շարունակեց լևը, հետևանքներ չեն լինի։ Ալենան վեր նայեց։ Շնորհակալություն։ Ալենան բացեց դուռը, որ գնա, սակայն նրա գնալուց առաջ տղամարդն ավելացրեց. և փորձեք այլևս չաշխատել, մինչև ուժասպառության աստիճանի, դրանից հյուրանոցը չի բարելավվի։ Դռան փակվելուց հետո Ալենան երկար ժամանակ անշարժ կանգնած էր։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչու էին նրա խոսքերն այդքան խորը վիրավորել։ Հնարավոր է, որովհետև այդքան երկար ժամանակ անց առաջին անգամ ինչ-որ մեկը նկատեց իր հոգնածությունը և ոչ միայն իր կատարած աշխատանքը։ Հաջորդ օրերին նա փորձում էր չբացահայտվել, նա զգույշ էր աշխատում, ուշ չէր մնում և խուսափում էր զրույցներից, բայց որքան էլ որ փորձում էր, նախագահական համարը շարունակում էր հայտնվել նրա գրաֆիկում,
Երբեմն Լևը այնտեղ չէր լինում, երբեմն մի քանի րոպեով, երբեմն պարզապես կարճ իրար գլխով էին անում։ Որոշ ժամանակ անց Ալենայի գործընկերները սկսեցին շշնջալ, ասելով. «Դու հաճախ ես ստանում այդ սենյակը»։ Ալենան ուսերը թափ տվեց։ «Հավանաբար պարզապես պատահականություն է», ասաց նա, բայց նա ինքն էլ դրանում այլևս այդքան էլ վստահ չէր։ Մի երեկո, երբ հյուրանոցը պատրաստվում էր մեծ ընդունելության, Ալենային հանձնարարվեց թարմ ծաղիկներ բերել։ Դա նրա սովորական առաջադրանքը չէր, բայց նա չվիճեց։ Երբ նա հասավ վերին հարկ, տեսավ, որ դուռը կիսաբաց է, ներսում թույլ լույս էր վառվում։ Լևը նստած էր իր սեղանի մոտ և հեռախոսով խոսում էր։ Նա ժեստ արեց աղջկան, սպասել։ Ալենան անշարժ կանգնած էր, համարյա կպած պատին, փորձելով չխանգարել նրան։ «Ոչ, ես չեմ հետաքրքրվում արդարացումներով», հանգիստ ասաց նա։ «Եթե նախագիծը պատրաստ չէ, ապա մենք հետաձգում ենք հանդիպումը։ Ես չեմ գնալու իմ գործընկերների մոտ դատարկ խոստումներով»։ Եվ նա անջատեց հեռախոսը և հոգնած ձեռքը սահեցրեց դեմքին։ Միայն այդ ժամանակ նա նկատեց ծաղիկները Ալենայի ձեռքերում։ «Դրեք դրանք պատուհանի մոտ», ասաց նա։ Աղջիկն արեց այն, ինչ նա խնդրեց, և երբ շրջվեց, որ գնա, տղամարդը դեռ նայում էր նրան։ «Դու միշտ այսքան լուռ ես», հարցրեց նա։ «Ես պարզապես իմ աշխատանքն եմ անում», պատասխանեց աղջիկը։ Երբեմն լռությունն ավելի բարձր է խոսում, քան խոսքերը։ Ալենան չգիտեր ինչ պատասխաներ։ Նա զգաց, որ զրույցը կրկին դուրս է գալիս ձևականությունից, և դա սարսափելի էր։ «Դու պարտավոր չես ինձ հետ խոսել», ավելացրեց նա, կարծես կարդալով նրա մտքերը, «բայց եթե հանկարծ ցանկանաս, ես չեմ կծում»։ Նա թույլ ժպտաց, զարմացած այդ ժեստից։ «Ես կհիշեմ», ասաց Ալենան։ Այդ երեկո, վերադառնալով անձնակազմի սենյակ, Ալենան բռնեց իրեն այն մտքի վրա, որ մտածում էր նրա մասին, ոչ թե որպես միլիարդատիրոջ կամ կարևոր հյուրի, այլ որպես մեկի, ով նույնպես հոգնել է, նյարդայնացել և կասկածել։ Այս միտքը վտանգավոր էր թվում։ Անցավ մի քանի օր, հյուրանոցը շարունակեց իր սովորական ռիթմով ժամանումներ, մեկնումներ, աղմուկ և շտապողականություն։ Ալենան աստիճանաբար սկսեց ավելի վստահ զգալ։ Հետո մի օր նրան կանչեցին մենեջերի գրասենյակ։ Գրասենյակը խիստ և սառն էր։ Մենեջերը միջին տարիքի մի տղամարդ, ուշադիր հայացքով, նրան ցույց տվեց աթոռը։ «Ալենա», սկսեց նա, «դու ուշադրության ես արժանացել»։ Աղջիկը լարվեց։ «Ես? Ինչ-որ բան սխալ եմ արել»։ «Ընդհակառակը», թեթևակի ժպտաց նա, «քո աշխատանքը գովաբանվում է, հատկապես մեր մշտական հյուրերից մեկի կողմից»։ Նա գիտեր, թե ում մասին է խոսքը, նույնիսկ նախքան նրա անունը հիշատակել է։ Նա խնդրել էր, որ այսուհետ դու լինես նրա սենյակի կառավարողը։ Ալենան լուռ էր։ Տասնյակ մտքեր անցան նրա մտքով։ Նա չգիտեր՝ ուրախանա, թե վախենա։ «Դա անհրաժեշտ չէ», ավելացրեց մենեջերը։ «Եթե անհարմար ես զգում, կարող ենք մերժել»։ «Ոչ», պատասխանեց նա, մի փոքր լռությունից հետո, «ես կարող եմ հաղթահարել»։ Երբ նա դուրս եկավ գրասենյակից, նրա ոտքերը թուլացան։ Դա այլևս պատահականություն չէր։ Դա որոշում էր։ Ում որոշումն էր։ Նա լիովին վստահ չէր։ Նույն երեկոյան Լևը սենյակում հայտնվեց սովորականից շուտ։ Ալենան արդեն այնտեղ էր։ Նա նկատեց նրա դեմքի արտահայտությունը։ «Քեզ կանչել են», հարցրեց նա։ «Այո»։ «Իմ պատճառով»։ Նա գլխով արեց։ Նա հառաչեց։ «Ես հույս ունեի, որ սա քեզ համար խնդիր չի լինի»։ «Դա խնդիր չէ», հանգիստ ասաց աղջիկը, «պարզապես անսպասելի էր»։ Լևը մոտեցավ, պահպանելով հեռավորությունը։ «Եթե փոխես միտքդ, ասա ինձ, ես չեմ ուզում որևէ մեկը իրեն պարտավորված զգա»։ Ալենան նայեց նրան։ «Ինչու եք սա անում»։ Նա լռեց։ «Որովհետև երբեմն իշխանության եռուզեռի մեջ չափազանց հեշտ է մոռանալ, որ շուրջը իրական մարդիկ կան, և դու հիշեցրեցիր ինձ դրա մասին»։ Այս խոսքերը մնացին նրանց միջև, անպատասխան։ Առջևում չափազանց շատ անհայտ բան կար, գործընկերների հայացքներ,
զրույցներ, նոր հանձնարարություններ, աճող լարվածություն, որը հնարավոր չէր անվանել, բայց անհնար էր չզգալ։ Պատմությունը նոր էր սկսվում, եւ ամեն անցնող օր բերում էր նոր մանրամասներ, նոր հարցեր, նոր քայլեր, որոնց իմաստը դեռ պետք էր հասկանալ։ Անցավ մի քանի շաբաթ։ Ալենան արդեն սովորել էր հյուրանոցում իր դերին եւ Լև Խարիտոնովի անընդհատ այցելություններին։ Նախագահական համարում աշխատելը դադարել էր նրա համար սարսափելի աղբյուր լինել։ Նա սովորել էր զգալ սենյակի մթնոլորտը, կանխատեսել նրա սովորությունները եւ գուշակել նրա տրամադրությունը, սակայն նա լարված էր։ Ամեն անգամ, երբ Լևը հայտնվում էր, նրա սիրտը սկսում էր ավելի արագ բաբախել, իսկ մատները անվերահսկելիորեն դողում էին։ Մի այդպիսի երեկո, երբ անձնակազմի մեծ մասը արդեն հեռացել էր եւ հյուրանոցը կիսամթության մեջ էր, Լևը մնաց։ Նա կրկին սովորականից շուտ ժամանեց, ձեռքին թղթեր եւ պորտֆել, բայց այսօր ինչ-որ բան այլ էր։ Նրա քայլերի ձայնը լուռ էր, գրեթե զգուշավոր։ Երբ Ալենան սրբիչները դասավորում էր դարակների վրա, նա զգաց, որ այս օրը յուրահատուկ է լինելու։ «Մենակ ես», ասաց նա, առանց շրջվելու։ «Ես ուզում էի ինչ-որ բան քննարկել անձամբ»։ Նա վեր նայեց։ Սենյակում կարծես թեթև դող էր։ Հուզմունքն ու հետաքրքրասիրությունը խառնվեցին իրար, դժվարացնելով նրա շնչառությունը։ «Ինչ կոնկրետ», հանգիստ հարցրեց Ալենան։ Լևը պայուսակը դրեց սեղանին եւ ձեռքերը խաչեց։ Նրա հայացքը անսովոր կենտրոնացած էր, ոչ թե խիստ, այլ ուշադիր, գրեթե հոգատար։ «Քո աշխատանքը», սկսեց նա, «տպավորություն է թողնում ինձ վրա։ Ոչ միայն մաքրությունը, կարգուկանոնը կամ կոկիկությունը, այլ մանրուքների նկատմամբ քո ուշադրությունը, համբերությունը, նույնիսկ այն, թե ինչպես ես պահում քեզ, երբ ես սենյակում եմ, դա արժանի է գովերքանքի»։ Ալենան չգիտեր ինչ ասեր։ Նրա սիրտը խփում էր, եւ բառերը ինչ որտեղ խրված էին կոկորդում։ Նա մի փոքր կարմրեց։ «Շնորհակալություն», վերջապես կարողացավ ասել նա։ Լևը ժպտաց, բայց դա թեթև, գրեթե աննկատ ժպիտ էր։ «Ես ուզում եմ, որ դու իմանաս»։ Նա լռեց։ «Սա պարզապես գովերքանք չէ։ Ես ուզում եմ քեզ ինչ-որ յուրահատուկ բան առաջարկել»։ Ալենան խոժոռվեց։ «Հատուկ։ Ի՞նչը։ Ի՞նչը կարող է հատուկ լինել աղախնի աշխատանքի մեջ»։ «Ի՞նչը կոնկրետ», զգուշորեն հարցրեց նա։ «Շարունակել աշխատել իմ սենյակում», ասաց նա, «բայց ձեր ընտրած պայմաններով, եթե ցանկանում եք»։ Կարճ լռեց նա։ «Կարող ենք սա քննարկել ավելի ուշ»։ Նրա աչքերը լայնացան։ Նա չգիտեր, թե ինչպես արձագանքեր։ Առաջարկը եւ անսպասելի էր, եւ սարսափելի։ Նա կարծում էր, որ պարզապես աղախին է, որ իր աշխատանքը ոչ մի ազդեցություն չունի նման մարդու վրա։ Բայց հիմա նա հասկացավ, որ դա այդպես չէ։ «Ես», սկսեց նա, բայց բառերը խեղդվեցին նրա կոկորդում։ «Ես պետք է մտածեմ դրա մասին»։ Լևը գլխով արեց։ «Իհարկե, ժամանակ վերցրու, պարզապես իմացիր, որ ես գնահատում եմ այն, ինչ դու անում ես»։ Նա շրջվեց եւ սկսեց հեռանալ, բայց կանգ առավ դռան մոտ։ «Եվ եւս մեկ բան», ասաց նա հանգիստ, «այն օրվա իրավիճակը, եթե պատահաբար նորից նման ինչ-որ բան պատահի, ես չեմ զայրանա, հասկանում ես»։ Ալենան գլխով արեց, զգալով թեթևության եւ հուզմունքի տարօրինակ խառնուրդ։ «Այո», հանգիստ պատասխանեց նա։ Սենյակը կրկին լցվեց լռությամբ։ Ալենան նստեց մահճակալի եզրին եւ փակեց աչքերը, փորձելով հասկանալ, թե ինչ հենց նոր պատահեց։ Նա ներսում ջերմություն զգաց, բայց նաեւ անհանգստություն։ Նա գիտեր, որ իրենց հարաբերությունները աստիճանաբար փոխվում են, որ աշխատանքի եւ անձնական տարածքի միջև սահմանները սկսում են մշուշոտվել։ Հաջորդ օրը աշխատանքը շարունակվեց սովորականի պես, բայց մթնոլորտը տարբեր էր։ Լևը ավելի քիչ էր հայտնվում, բայց յուրաքանչյուր այցելություն այժմ ուղեկցվում էր մանրամասներին ուշադրություն դարձնելով, նուրբ մեկնաբանություններով եւ թեթև ժպիտներով։ Ալենան զգաց, որ սա ոչ միայն մասնագիտական հետաքրքրասիրություն էր, այլև ավելի անձնական մի բան։
բայց նա փորձեց պահպանել հեռավորությունը։ Մի երեկո, հյուրանոցի փակվելուց հետո, Լևը անսպասելիորեն խնդրեց նրան մնալ։ Նա նստեց աթոռին, ձեռքին պլանշետ, և նայեց նրան, կարծես որոշելով, թե ինչպես սկսել զրույցը։ «Դու գիտես», ասաց նա, «ես վաղուց եմ սովոր, որ շրջապատի մարդիկ դերեր են խաղում, բայց դու իրական ես»։ Ալենան զգաց, որ սիրտը արագանում է։ Նա չգիտեր ինչ ասի։ «Շնորհակալություն», հանգիստ շունչ քաշեց նա։ «Դա պարզապես շնորհակալություն չէ», ժպտաց Լևը։ «Ես հազվադեպ եմ գտնում մարդկանց, որոնց վստահում եմ, դու նրանցից մեկն ես»։ Սենյակը լցվեց լռությամբ։ Բառերը հանգիստ էին, բայց խորը, և Ալենան զգաց տարօրինակ թեթևացում, խառնված հուզմունքին։ Նա հասկանում էր, որ վստահությունը հազվադեպ է իշխանությանը և ինտրիգներին սովոր մեկի համար, և հիմա այն տրվել էր նաև իրեն։ Ժամանակի ընթացքում նրանց փոխազդեցությունը դարձավ բնական։ Լևը այլևս այդքան խիստ հեռավորություն չէր պահպանում, բայց նաև սահմանները չէր խախտում։ Ալենան սկսեց հասկանալ, որ նրա հայացքը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն իր աշխատանքի, այլև իրեն, որպես անձի նկատմամբ։ Երբեմն նա հարցեր էր տալիս նրա կյանքի, նրա երազանքների, նրա ընտանիքի մասին, երբեմն նա պարզապես նստում էր նրա կողքին, հետևելով նրա գործողություններին, և նրանց լռությունը հարմարավետ էր, ոչ թե լարված։ Մի գիշեր, երբ հյուրանոցը թույլ լուսավորված էր, Լևը հրավիրեց նրան օգնելու կազմակերպել մի փոքրիկ միջոցառում իրենց սենյակում։ Ալենան զգաց, որ իր սովորական զգուշությունը աստիճանաբար մեղմանում է։ Նա գիտեր, որ իր աշխատանքը պահանջում է իր ուշադրությունը, բայց հիմա Լևի ներկայությունը նրան չէր վախեցնում։ Ընդհակառակը, այն նրան վստահության զգացում էր տալիս։ «Կարծում ես դա պարզապես աշխատանք է», ասաց նա, երբ նրանք բաժակները դրեցին։ «Բայց երբեմն այս պահերը մեզ ավելի են սովորեցնում, քան որևէ դաս»։ Ալենան նայեց նրան։ Նա հասկացավ, որ նրանց միջև կար ինչ-որ նոր բան, ինչ-որ բան, որը չէր կարող պարզապես բարեկամություն կամ մասնագիտական կապ անվանել։ «Ես փորձում եմ սովորել», հանգիստ պատասխանեց նա, «և դա երևում է», ժպտաց տղամարդը։ «Բայց մի մոռացիր քո մասին։ Երբեմն մենք չափազանց կլանվում ենք ուրիշների գործերով, մոռանալով, թե ինչն է կարևոր մեզ համար»։ Այս խոսքերը խորը խրվեցին աղջկա հոգու մեջ։ Առաջին անգամ նա հասկացավ, որ իր աշխատանքը գնահատվում է ոչ միայն իր արդյունքների, այլև իր էության համար, և որ վստահությունը հազվագյուտ է և փխրուն, կարող է վերածվել ուժի, եթե չես վախենում ընդունել այն։ Անցավ ևս մի քանի շաբաթ։ Ալենան այլևս վախ չէր զգում, բայց շարունակում էր զգույշ մնալ։ Նա հասկանում էր, որ Լևի հետ իր հարաբերությունները պարզապես պատահական հանդիպում չէին, այլ մի բան, որը պահանջում էր իմաստություն, համբերություն և ուշադրություն։ Նա սովորում էր հավասարակշռել աշխատանքը և անձնական զգացմունքները պարտականության և վստահության միջև։ Եվ մի երեկո, երբ նրանք միասին սենյակ էին պատրաստում նոր հյուրի համար, Լևը հանկարծ ասաց. «Գիտես, Ալենա, ես հազվադեպ եմ հանդիպում մարդկանց, որոնց հետ ուզում եմ լռության պահեր կիսել։ Դու նրանցից մեկն ես»։ Ալենան զգաց, որ ինչ-որ բան խախտվեց ներսում։ Կարծես ինչ-որ նոր բան բացվեց։ Նա չգիտեր, թե ինչ պատասխաներ, բայց մի բան հասկանում էր՝ իր կյանքը փոխվել էր։ Նախագահական համարում աշխատելու պարզ առաջարկը շատ ավելի խորը բանի սկիզբն էր։ Վստահության սկիզբ, հարաբերությունների սկիզբ, որոնք աստիճանաբար ընդլայնվեցին սովորական աշխատանքից այն կողմ։ Եվ չնայած առջևում դեռ շատ անհայտ բան կար, և չնայած յուրաքանչյուր նոր օր նոր մարտահրավերներ էր բերում, երկար ժամանակ անց, առաջին անգամ, Ալենան իրեն զգաց կարևոր, ինչ-որ մեկի համար, ոչ միայն աշխատակից, այլև մեկը, ով կարող էր ազդել, տեսանելի լինել և լսելի լինել։ Եվ հենց այս հանգիստ գիշերը, բարեգույրների շրշյունի և մեղմ լույսի մեջ, նա հասկացավ, որ երբեմն ճակատագիրը կյանք փոխող պահեր է ստեղծում, և որ կարևոր է չվախենալ վստահելուց։
Նրանց հարաբերությունները այլևս առաջվանը չէին, այլ ավելին։ Լևը սիրահարվել էր, Ալենան նույնպես։ Որոշ ժամանակ անց Լևը նրան առաջարկություն արեց, եւ աղջիկը համաձայնվեց։ Նրանց հարսանիքը տեղի ունեցավ բացօթյա մի գեղեցիկ վայրում, ծաղիկների, մոմերի եւ թռչունների ձայների ներքո։ Այն մի համեստ արարողություն էր, կազմակերպված Ալենայի նման մի համեստ աղջկա ոճով։ Այս պատմությունից հետևություն, որ կյանքը սիրում է անակնկալներ մատուցել։ Ով կպատկերացներ, որ հարուստ միլիարդատերը կսիրահարվեր աղքատ սպասուհու, սակայն երբեմն Աստված տալիս է սպասածից ավելին, քան մենք ենք պատկերացնում կամ խնդրում։